Կարող էր Հայաստանը լինել ավելի ուժեղ, եթե չընդուներ քրիստոնեություն, կամ միգուցե համալրեր վերացած քաղաքակրթությունների շարքը։ Բարիգալուստ այլ ընթացք։ Այս ալիքը պատմության այն շրջադարձային պահերի մասին է, երբ մեկ որոշում, մեկ պարտություն, մեկ դաշինք կամ մեկ չկատարված քայլ կարող էր փոխել ամբողջ ընթացքը։ Այստեղ մենք պարզապես ուրիշ իրականություն չենք հորինում։ Մենք փորձում ենք հասկանալ պատմությունը ինչ այլ ընթացք կարող էր ունենալ, եթե նրա կարևոր հանգույցներից մեկը փոխվեր։ Այսօրվա թեման հենց այդպիսի հանգույց է։ Ինչ կլիներ, եթե Հայաստանը չընդուներ քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Այսինքն, ինչ կփոխվեր, եթե 4-րդ դարի սկզբին Տրթատ III-ը այդ որոշումը չկայացներ։ Հայաստանը կպահպաներ անկախությունը ավելի երկար, կմոտենար Պարսկաստանին, կզուլվեր արտաքին ուժերի մեջ, թե միևնույն է քրիստոնեություն կընդուներ, բայց այլ ժամանակ, այլ պայմաններում եւ այլ հետևանքներով։ Հայաստանը վաղ 4-րդ դարում դարձավ քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին թագավորությունը, եւ այդ քայլը խորապես փոխեց երկրի քաղաքական, մշակութային եւ քաղաքակրթական ուղղությունը։ Նախ իրական պատմական ֆոնը, միայն փաստերով։ 4-րդ դարի սկզբին Հայաստանը գտնվում էր հռոմեական աշխարհի եւ Սասանյան Պարսկաստանի միջև։ Արշակունյաց Հայաստանը ստիպված էր ապրել երկու հզոր կենտրոնների ճնշման տակ, անընդհատ հավասարակշռելով իր տեղը նրանց միջև։ Տրթատ III-ը վերականգնվեց գահին հռոմեական աջակցությամբ, իսկ նրա օրոք, ըստ հայկական ավանդույթի, Գրիգոր Լուսավորչի ազդեցությամբ քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։ Այդ որոշումը միայն կրոնական չէր, այն նաև պետական եւ քաղաքակրթական ընտրություն էր։ Քրիստոնեության պաշտոնական ընդունումից հետո Հայաստանը հեռացավ միջ այդ եղած հայ-իրանական խառն միջավայրից, եւ այդ քայլը երկարատև խզում ստեղծեց Հայաստանի ու զրադաշտական Պարսկաստանի միջև։ Այսպիսով Հայաստանը ոչ միայն նոր հավատք ընդունեց, այլ նաև սկսեց ավելի հստակ առանձնանալ իրանական աշխարհաքաղաքական ու մշակութային միջավայրից։ Եվ հիմա շրջադարձային կետը։ Ինչ կլիներ, եթե Տրթատ III-ը չընդուներ քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Ոչ թե եթե քրիստոնեություն երբեք չգար Հայաստան, այլ եթե այն չդառնար պետական որոշում հենց այդ պահին, հենց այդ ուժով։ Այստեղից էր սկսվում է մեր վերլուծական եթեն, բայց մինչ սցենարներին ասելը մի բան հստակ ֆիքսենք։ Պատմությունը եթեներ չի սիրում, որովհետև ոչ ոք չի կարող հստակ ասել, եթե այս կամ այն քայլը չարվեր, իրականում ինչ կլիներ։ Բայց նման վերլուծությունը օգնում է հասկանալ ինչ հնարավորություններ են բաց թողնվել, ինչ սխալներ են արվել, որտեղ են եղել թերացումները եւ ինչ դասեր կարելի է քաղել այսօր։ Այսինքն հիմա մենք ոչ թե գուշակում ենք, այլ համադրում ենք ժամանակի պայմանները, ուժերի հարաբերակցությունը եւ դրանցից բխող հնարավոր տարբերակները։ Սցենար առաջին. Հայաստանը աստիճանաբար կլանվում է պարսկական աշխարհի կողմից։ Այս տարբերակում ենթադրենք, որ Տրթատ III-ը չի կատարում այդ շրջադարձային քայլը, եւ Հայաստանը մնում է իր հին կրոնական համակարգի ու իրանական ազդեցությունների միջավայրում։ Այդ դեպքում Հայաստանը չէր ստանա այն հստակ քաղաքակրթական սահմանագիծը, որը նրան առանձնացրեց Սասանյան Պարսկաստանից։ Եթե այդ սահմանագիծը չձևավորվեր, ապա հայկական արքունիքը եւ նախարարական տները կարող էին ավելի խորը մտնել իրանական քաղաքական եւ մշակութային համակարգի մեջ։ Փոփոխությունը կսկսվեր վերևից, արքունիքից եւ իշխանական տներից։ Եթե կրոնական հստակ բաժանում չլիներ, ապա Պարսկաստանը Հայաստանը ավելի հեշտ կդիտեր ոչ թե որպես գաղափարական հակառակորդ, այլ որպես ինտեգրման ենթակա սահմանային թագավորություն։ Իսկ եթե հետագայում թագավորական իշխանությունը նույն կերպ թուլանար, արդեն չէր լինի ազգային եկեղեցին որպես ներսից կազմակերպող առանձին կենտրոն։ Իրական պատմության մեջ հենց եկեղեցին դարձավ այն կառույցը, որը պետականության անկումից հետո պահեց հիշողությունը, ավանդույթը եւ ինքնության ողնաշարը։ Հայաստանը կարող էր չվերանալ մեկ հարվածով, այլ դանդաղ մտնել պարսկական համակարգի մեջ, նախ քաղաքականորեն, հետո մշակութապես, հետո նաև կրոնական ու լեզվական մակարդակներում։ Դա կլիներ ոչ թե աղմկոտ անկում, այլ երկար կլանում։ Գուցե Հայաստան անունը դեռ որոշ ժամանակ պահպանվեր, բայց առանձին հայկական պետական եկեղեցական մշակութային համակարգը չէր ձևավորվի այն չափով, որ հետագայում դարերով դիմանա արտաքին ճնշմանը։ Այս սցենարի վերջնական հետևանքը ամենակտրուկն է։ Հայաստանը կարող էր դադարել գոյություն ունենալ ոչ այնքան ռազմական ոչնչացմամբ, որքան աստիճանական զուլմամբ։ Սցենար երկրորդ. Հայաստանը կարճ ժամանակով ավելի երկար է պահում անկախությունը։ Այստեղ ենթադրենք, որ քրիստոնեությունը պետական կրոն չդարձնելը սկզբում Հայաստանին ոչ թե թուլացնում, այլ որոշ չափով օգնում է։
Եթե Հայաստանը 4-րդ դարի սկզբին չդառնար քրիստոնյա պետություն, ապա Սասանյան Պարսկաստանի հետ նրա գաղափարական հակադրությունը գուցե այդքան սուր չլիներ։ Պարսկաստանը նրան ավելի քիչ կընկալեր որպես Հռոմի քաղաքակրթական դաշնակից, իսկ Հայաստանը մի որոշ ժամանակ ավելի ճկուն մանևրեր երկու կայսրությունների միջև։ Այդ դեպքում հնարավոր է Արշակունյաց թագավորությունը մի փոքր ավելի երկար պահեր իր դիրքերը, իսկ 387 թվականի բաժանումը եւ 428 թվականի թագավորության վերացումը գուցե հետաձգվեին։ Բայց այստեղ կա մի կարևոր հակառակ կողմ։ Եթե Հայաստանը պետականորեն չընդուներ քրիստոնեությունը, դա դեռ չէր նշանակի, թե քրիստոնեությունը չէր տարածվի։ Այն արդեն մուտք էր գործում երկիր, հատկապես Հռոմին ավելի մոտ միջավայրերում։ Այդ դեպքում նախարարական տների մի մասը ժամանակի ընթացքում կարող էր դառնալ քրիստոնյա, իսկ մյուս մասը պահպաներ հին հավատալիքները։ Արդյունքում Հայաստանը կարող էր արտաքին ճնշումից ինչ-որ չափով շահել, բայց ներսում ստանալ նոր պառակտում, ոչ միայն քաղաքական, այլ նաև կրոնական։ Այս պարագայում կարճաժամկետ շահը կարող էր վերածվել երկարաժամկետ թուլացման։ Եթե չձևավորվեր ազգային եկեղեցի, վերավոր եկեղեցական մշակույթ եւ հավատքի շուրջ միավորող համակարգ, ապա պետությունը ավելի խոցելի կդառնար։ Այբուբենի ստեղծումը, Աստվածաշնչի թարգմանությունը եւ եկեղեցական կրթությունը դարձան երկար դիմադրողականության հիմք։ Եթե դրանք ուշանային կամ թուլանային, Հայաստանը գուցե մի քիչ ավելի երկար մնալ անկախ, բայց այդ անկախությունը կարող էր աստիճանաբար քայքայվել հենց ներսից։ Սցենար 3. Արաբական արշավանքների պահին Հայաստանը շատ արագ կիսլամանար։ Երրորդ տարբերակում ենթադրենք, որ քրիստոնեությունը Հայաստան գալիս է, բայց ոչ այդքան շուտ, ոչ այդքան ամբողջական ձևով, կամ մնում է կիսատ առանց պետության կողմից խոր ամրացման։ Այդ դեպքում 4-րդ եւ 5-րդ դարերում հայկական եկեղեցին չէր դառնա այնքան ուժեղ ազգային ինստիտուտ, իսկ մշակույթի զարգացումն էլ կարող էր լինել ավելի ուշ կամ ավելի թույլ։ Սա կարևոր կապ է, որովհետև իրական պատմության մեջ հայոց այբուբենը ստեղծվեց հենց քրիստոնեական ուսուցման եւ թարգմանական շարժման մեծ կարիքների պայմաններում։ Հիմա տեղափոխվենք 7-րդ դար։ Երբ արաբական արշավանքները հասան Հայաստան, երկիրն արդեն ուներ ոչ միայն քրիստոնեական հավատք, այլ նաև դրա շուրջ կառուցված համայնքային եւ մշակութային կյանք։ Եթե այդ ամենը ավելի թույլ լիներ, ապա նոր իշխանության պայմաններում դիմադրությունն էլ ավելի թույլ կլիներ։ Իսլամը նման պարագայում կարող էր տարածվել շատ արագ։ Այս սցենարի վերջնական հետևանքը ամենահեռուն գնացողներից է։ Մի քանի դար անց հայ բնակչության մեծ հատվածը կարող էր կամ իսլամանալ, կամ շատ ավելի արագ ձուլվել հարակից լեզվական եւ մշակութային միջավայրերի։ Այսինքն, այստեղ Հայաստանը ոչ թե անմիջապես է կործանվում, այլ ձուլվում է հետագայում։ Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունումը պարզապես հավատքի հարց չէր։ Դա պետական ռազմավարություն էր, քաղաքակրթական կողմնորոշում, ինքնության կառուցում։ Այն ոչ միայն որոշեց, թե Հայաստանը ինչպիսին է լինելու 4-րդ դարում, այլ նաև այն, թե ինչի վրա է հենվելու հաջորդ դարերում։ Երբ պետականությունը թուլանում է, ժողովուրդները գոյատևում են այնպիսի կառույցների շնորհիվ, ինչպիսին հենց եկեղեցին է, իր գրով, ավանդույթով եւ հիշողությամբ։ Շատ որոշումներ իրենց իրական գինը ցույց են տալիս ոչ թե նույն օրը, այլ դարեր անց։ Երբ փոքր պետությունը կանգնած է մեծ կայսրությունների արանքում, այն ընտրում է ոչ միայն իր ներկան, այլ նաև այն հիմքերը, որոնց վրա մի օր պիտի գոյատևի եւ զարգանա։ Հայաստանի համար քրիստոնեության պետական կրոն ընդունելը հենց այդպիսի որոշում էր։ Սա էր այսօրվա այլընթացքը, որտեղ փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող էր լինել, եթե պատմության առանցքային պահերից մեկը այլ ուղով ընթանար։ Եվ այսօրվա թեման դրա ամենահզոր օրինակներից մեկն էր։ Մեկ որոշում, որը փոխեց ոչ միայն հավատքը, այլ նաև Հայաստանի ամբողջ պատմական ճակատագիրը։ Եթե քեզ հետաքրքիր են այսպիսի պատմական ու քաղաքական ինչ կլիներ եթե վերլուծությունները, միացիր այլընթաց կալիքին, որովհետև երբեմն պատմությունը ամենից լավ հասկանում ենք հենց այն ժամանակ, երբ փորձում ենք տեսնել նրա չապրած ճանապարհները։